իշխանությունների հեռացումը, որովհետև մենք ականատես ենք լինում, որ ընդդիմադիր դաշտում փոքրաձգություն է։ Անկեղծ ասած դժվար է հիմա հավաքական ձևով ներկայացնել, թե ինչ է ուզում ընդդիմությունը եւ որևէ փուլում էլ տրամաբանական չէ լինի, եթե ներկայացնեինք, թե ընդհանուր առմամբ ընդդիմությունը ինչ է ուզում։ Սկսենք այն հանգամանքից, որ դաշտում կան տարբեր օբյեկտներ, որոնք իրենց ներկայացնում են ընդդիմություն, բայց դա միայն հրապարակային հայտարարությամբ է, որովհետև իրենց գործողությունները, քայլերը, իրենց դիրքավորումը լրիվ հակառակի մասին է խոսում, այն մասին, որ իրենք իրենց ջանքերը ուղղում են ոչ թե իշխանության հեռացման կամ իշխանության դեմ պայքարի, այլ վարկաբեկելու կամ հարվածելու բոլոր այն ուժերին, որոնք փորձում են հասնել մեր երկրում իշխանափոխության։ Երկրորդ, ընդդիմություն ասվածը ներկայացված է եւ խորհրդանում, եւ խորհրդանից դուրս։ Հանրապետականի նպատակը եղել է մնում է այս իշխանության փոփոխությունը, ընդ որում դրա հիմքում մենք ունենում ենք ոչ միայն հերթական կամ արտահերթ ընտրական process-ները, այլ առաջին հերթին ոչ ընտրական միջոցներով, այսինքն փողոցային պայքարի միջոցով հասնելու այդ խնդրի լուծմանը։ Որն է դրա պատճառը։ Դրա պատճառը այն է, որ մենք կարծում ենք, որ այս իշխանության պետության ղեկին լինելու պարագայում վարչական ռեսուրսները, տնտեսական կամ ֆինանսական այն միջոցները, որոնք պետք է ծառայեն հանրային բարիքի ստեղծման կամ երկրի պաշտպանության համար, դրանք ուղղվում են իշխանության հնարավորությունը մեծացմանը կամ իշխանության վերարտադրմանը, եւ բնականաբար այս պարագայում մեր համար առաջնային քայլն է ունենալ ընտրական process-ներ այն ժամանակ, երբ որ սրանք չեն վերահսկի այդ գործընթացը եւ սրանք չեն ունենա ազդեցություն պետական ռեսուրսների օգտագործման մասով։ Սա իհարկե ես չեմ ուզում ասել այն համատեքստից, որ մենք բոլոր առումներով ընտրությունների հետ կապված դեմ ենք արտահայտվում կամ օրինակ որոշում ունենք 26 թվականի ընտրությունների մասնակցել չմասնակցելու ուղղությամբ, հատկապես որ նկատելի է, որ քաղաքական դաշտում որոշ ուժեր արհեստականորեն այս թեման օգտագործում են հանրապետականին թիրախավորելու համար, նաև որոշակի հնարավորություն ստեղծելու հետագայում այս թեման օգտագործելու համար։ Ես ուզում եմ շատ հստակ ասել, որ ընտրական process-ներին հնարավոր մասնակցության հետ կապված հանրապետականը որևէ քննարկում չի իրականացրել եւ բնականաբար 26 թվականի հետ կապված մենք դեռևս վաղ ենք համարում որևէ տիպի քննարկումները, առավել եւս դիրքորոշումների արտահայտումը։ Ավելին մենք համարում ենք, որ ժամանակի շուտ ընտրությունների մասին կամ դրա մասնակցության մասին հայտարարելը կարող է խնդիրներ առաջացնել գիտակցության կամ ենթագիտակցաբար առումով մեր հասարակության համար, որովհետև դա կարող է նրանց որոշակիորեն տրամադրել բացառապես 26-ի իրադարձությունների համար, իսկ քանի որ մենք տեսնում ենք դեռևս հնարավորություն փողոցով նաև ճնշում գործադրելու եւ խնդիրը մինչեւ 26 թվական լուծելու տեսանկյունից, բնականաբար այս համատեքստում ընտրական գործողությունները հանրապետականը կամ հանրապետականի գործադիր մարմինը իր օրակարգում չունի եւ մինչեւ այս պահը չի քննարկել։ Երբ որ ես ասում եմ փողոցային պայքարի հնարավորության կամ այն հնարավոր պատուհանի մասին, որը մեզ գործելու հնարավորություն է տալիս, ես չեմ ասում սա այն տեսանկյունից, որ մենք տեսնում ենք, որ մեկ ամսվա ընթացքում կարող ենք հստակ այս խնդիրը լուծել կամ տալ բոլոր հարցերի պատասխանը։ Ես այստեղ հստակ ասում եմ, որ մենք տեսնում ենք այդ հնարավորությունը եւ փորձում ենք դրա շուրջ որոշակի կոնսոլիդացիա ապահովել այն հույսով եւ այն ջանքերով, որ դա կարող է մինչեւ 26 թվականի ընտրությունները ունենալ իր արդյունքը, կամ եթե նույնիսկ մենք հասնենք 26 թվականի ընտրությունների, դա հնարավորություն ապահովի քաղաքական ուժերի համար, մեր հասարակության համար կարողանալու ճիշտ պահին, ճիշտ գնահատական եւ ճիշտ որոշում կայացնել։